ես փոշիների մեջ։ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, ընտրություններին 5 օր է մնացել։ Քանի օրինակ։ Միջի կհասնենք դռներին։ Ընտրություններին մնացել է 5 օր, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսում եք, դուք ինչքան կհավաքեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան ձայն կհավաքեք։ Կարող եմ ասել, մենք հաղթելու ենք։ Ինչքան կհավաքենք, դա այդքան կարևոր չի։ 50% չհավաքեք, պարոն Կարապետյան։ Այդքան այդ վստահությունը մարդեսը 50% չհավաքեք։ Օրը ոնց 5 հավաքեց, արդեն նեղացրեցիք։ Ոնց 5 հավաքեց։ 21 թվին պատերազմից հետո այդքան էմոցիոնալ վիճակում մարդը 50-54% հավաքեց։ Բայց 21 թվին մենք չենք մասնակցում։ Քոչարյանն էր մասնակցում, Լուսյանն էր մասնակցում։ Բայց հիմա մենք ենք մասնակցում։ Քոչարյանն էլ է մասնակցում, որին թիրախավորվում են ու ասում են, որ այդ ձայները տալու են իրեն, եթե դուք ընդդիմության կա Քոչարյանն նորից գալու վախեցնում են, եռագլուխ են ձեզ սարքել։ Ձեր տարբերությունը մյուսներից ո՞րն է, որ 2021-ին մասնակցում։ Մենք ուժեղ ենք։ Չեք տեսնում ուժեղ Հայաստան։ Պարոն Կարապետյան, եւ այդ ետայով որ խոսում եք, չեմ ուզում ձեր հարցին պատասխանեմ։ Դուք սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում ձեր շանսերը։ Մեր շանսերը հիմա էլ եմ 100% գնահատում։ Ձեր Չէ, 100% չենք հավաքում։ Աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է ձեր տեղված, պարոն Կարապետյան։ Ուրախ եք դրա համար, թե չէ։ Ես կարծիք թույլ տվեք չհայտնեք։ Մի հայտնեք։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհասնեք թող։ Դա այդ ետեն չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա վարչական ճնշումները ձեզ վրա ըստ էության լավ ազդեցություն չեն ունենում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ առևտրային ճանապարհ փակեց Հայաստանի համար, բայց դրանով Ռուսաստանի Դաշնության ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են։ Ես դրա հետ գործ չունեմ։ Ճնշում են, չեն ճնշում։ Որտեղից եմ բզբզում։ Ես կալանքի տակ եմ, հեսա դատարանից, որ նստա կսկսեմ բզբզել նոր։ Ռուսաստանի հետ կապված նման խոսույթ կա։ Կասեմ, որ հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում, բայց Կարապետյան ձեզ մեղադրում են փողերի լվացման համար են մեղադրում։ Դուք ըստ հիմն եք։ ընտրողների շահագրգիռ։ մեր թիմից չկա մի մարդ, կոնե հասկանա ոնց են փող լվացում։ Դրա համար իրենք ինչ են մեղադրում իրենք։ Ես փող լվացել մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվացում, ուրիշ ձև չգիտեմ։ Կառավարություններից ընդամենը մի քանի օր առաջ են ձերբակալել ձեր թիմակցին։ Հնարավոր համարում եք, որ նոր ձերբակալություններ լինեն, օրինակ ընտրությունների նախորդին, օրինակ Նարեկ Կարապետյանի կամ այլ ավելի ձեզ մերձավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրեն չի օգնելու։ Դուք պլան B ունեք, բարբերաբար կրկնում եք, պլան B տարբերակ ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն ձեր հետագա քայլերը որոնք են մոբիլիզացնել փողոց։ Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը։ Դրա համար դա ճիշտ չէ։ Մի անգամ տեսել եք ահազանգներ ունեն, ներողություն։ Մեր պետքաղթելու նման ահազանգեր է ստանում, պարոն Կարապետյան։ Բոլորը ասում են մենք հաղթելու ենք։ Բոլորը ասում են հաղթելու ենք, հետևաբար մենք բայց դուք օգնելու եք, որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ Դուք ինչ եք անելու, եթե չհաղթեք։ Այդ տարբերակը իրոք չկա։ Մենք հաղթելու ենք։ Ալիկ Ալեքսանյանը ում էր գումար փոխանցել, ինչու էր փոխանցել ձեր թիմակիցը։ Դա նույնիսկ դուք չեք կարա պարզեք, ես ոնց պարզեմ։ Ձեր թիմակիցն է փոխանցող եղել։ Թիմակիցը ոչ մեկի փող չի փոխանցել։ Բայց ինքը չի հերքել, որ փոխանցել է։ Շրջական մարմինները հորինում են, ստեղծագործում են, դնում են շրջանառության մեջ, ինչ որ տարբեր մարդկանց բարբառներով Անպայման կգա ժամանակը, շուտով դուք ամեն ինչը կլսեք, անձամբ տեղեկանաք, հնարավորություն կունենաք, հիմա ես ոչ մի բան չեմ դատանը, որտեղ հիմնավոր կասկած չեն ունեցել։ Այդ ձերբակալվածները հակակոռուպցիոնի որ կան, մեծ մասին բաց են թողել։ Դուք ինչ տվյալ ունեք։ Մոտ 500 հոգի ձերբակալել են, որից 30-40-ն են։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգեր ունեք։ Թե չէ, մեր խմբագրությունը ստանում է այդպիսի ահազանգեր։ Իսկ հիմա այս որ դուք տեսնում եք, դա վարչական ռեսուրս է, թե ոչ։ Դուք ահազանգեր ունեք մարզաբնակներից, դուք վերջերս հանդիպեցիք մարզաբնակների հետ։ Դե եթե վաղը Տաշիրի կարի ֆաբրիկայից
150 հոգու կարողներին, այսինքն ղեկավարներին, չէ, կարողներին, շոր կարողներին ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ինչ է, վարչական Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է ներողությունները ղեկավար, որ Սամվել Կարապետյանը գցելու է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալու են եւ քվեարկեն իրենց օգտին, գալու է քվեարկեք եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալու է ձեր հետևելուն կալանավայրում։ Դուք Փաշինյանից հարցրեք, այդպես մանր-մունր բաներից մի հարց։ Վարձակագնի բարձրացման կամ դադարեցման մասով ինչ տեղեկություններ ունեք, օդից կախված։ Ես իրոք տեղեկություններ չունեմ։ Իսկ Մակրոնի մասով, որ դուք ասել եք Մակրոնն է Ալիևին ասել, որ 300,000 ադրբեջանցիների մասով այս պայն կանգնեցնի, այդ շատ քննադատեցին ձեզ, դուք տենց իրոք տվյալներ ունեք, որ Մակրոնը Ալիևին ասել է։ Ես դա ենթադրում եմ, քանի որ այդ հարցը սուր կանգնած է, Ալիևը կարող էր մինչև ընտրությունները սկսել այդ process-ը։ Դրա համար ձեզ մեղադրում են լրտեսական Դե ինչ որ տեղեկություններ իրականացնելու մեջ, Մեկ ասել։ Ձեր խոսքը շատ խոցելի է դա։ հերքվել է